Մինչ տնտեսագետներն ու իշխանական պատգամավորները ոգևորված արձանագրում են, որ վերջին տարիներին առաջին անգամ տարվա խոշորագույն հարկատուն մշակող արդյունաբերության ոլորտից է, խոսքը Grand Tobacco ընկերության մասին է, պետեկամուտների կոմիտեից հստակեցնում են 2018 թվականին նոր հարկային օրենսգրքի փոփոխությամբ եւ ընդհանուր գանձապետական հաշվի ներմուծմամբ պայմանավորված խոշոր հարկատուների ցուցակի ամփոփման մեթոդոլոգիայի փոփոխություն է տեղի ունեցել եւ նախորդ տարվա ցուցանիշների հետ համեմատությունը սխալ է։ Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը բացատրում է մեխանիզմն ու հստակեցնում. 2018-ի ամենախոշոր հարկ վճարողը Զանգեզուրի պղնձամոլիբդենային ընկերությունն է։ Ասենք 17 թվականին կազմակերպությունը վճարել է 10 միլիոն դրամ, ինքը անկախ նրանից հաշվարկով ներկայացրել է 1 միլիոն թե 10 միլիոն, այդ 10 միլիոն դրամը համարվել է բյուջետային եկամուտ։ 18 թվականի նույն պատկերը ունեն, կազմակերպությունը միասնական հաշվին վճարել է 10 միլիոն դրամ, սակայն հաշվարկով ներկայացրել է վճարման ենթակա 1 միլիոն դրամ։ 18 թվականի համար բյուջետային եկամուտը կհամարվեր 1 միլիոն դրամ։ Սա է տարբերությունը հաշվառման։ 2018 թվականի ամենախոշոր հարկ վճարողը դա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է։ Նրա վճարումները կազմել են ավելի քան 51 միլիարդ, նախորդ տարվա մոտ 19 միլիարդ դրամի փոխարեն։ Սա ամենաբարձր աճ արձանագրած մեր կազմակերպությունն է հարկերի վճարման առումով, նախորդ տարի կազմակերպությունը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։ Երկրորդ տեղում Grand Tobacco կազմակերպությունն է, որի հարկերի վճարումը 18 թվականին ավելացել է ավելի քան 7-6 միլիարդով, կազմակերպությունը նախորդ տարի եւս զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։ Եվ երրորդ տեղում է Gazprom Armenian, որը 2017 թվականին զբաղեցրել է առաջին հորիզոնականը, այս կազմակերպության մոտ հարկերի վճարումը ավելացել է մոտավորապես 300 միլիոն դրամով։ Նախ սա համադրելի ցուցանիշներ ներկայացնելու համար էր։ Ընդհանուր առմամբ 2017 թվականի համեմատ առաջին խոշոր 10 հարկ վճարողների ցանկում տեղի ունեցել ընդամենը մեկ փոփոխություն։ Հայաստանի էլեկտրական ցանցերը նախորդ տարի զբաղեցնում էր երրորդ հորիզոնականը եւ 2018 թվականին շուրջ 11.5 միլիարդ դրամ պակաս հարկ վճարելով հայտնվել է 13-րդ հորիզոնականում։ Այսպիսով 2017 թվականի համեմատ խոշոր հարկատուների վճարած հարկերն աճել են ավելի քան 14%-ով։ Ցուցանիշը տնտեսական աճի եւ ստվերի կրճատման արդյունք է, ասում է Մաշադյանը։ Ինքը ստվերի կրճատումը ներառված է տնտեսական աճի մեջ։ Մենք չենք կարող թվային ճիշտ գնահատական տալ, թե ստվերի կրճատման հաշվին ինչքան են ավելացել մեր հարկերը, որովհետև կրկնում եմ ինքը ներառվում է տնտեսական աճի մեջ, բայց այն, որ փոխվել է հարկ վճարողների հարկային կարգապահությունը, ես դա փաստում եմ եւ վստահեցնում եմ ձեզ։ Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը նկատում է անցնող տարում տնտեսության մեջ թեղուտի եւ ամուլսարի հանքարդյունաբերող խոշոր ընկերությունների բացակայությամբ հանդերձ արձանագրված շուրջ 14%-ը ողջունելի է, եթե այնտեղ դերակատարություն չունի նախորդ տարիներից հայտնի կանխավճարի արատավոր պրակտիկան, ինչն արվում էր բացառապես լավ ցուցանիշներ ապահովելու համար։ Շատ տարօրինակ եւ դեռևս մինչեւ հիմա բացատրություն չտրված հարց է դեկտեմբեր ամսին 200 միլիարդ հարկեր հավաքելը եւ որի մեջ շահութահարկը բավականին մեծ տոկոս է կազմում, այսինքն ես ավելի շատ այստեղ անհանգստանում եմ այն հանգամանքով, որ միգուցե այն արատավոր պրակտիկան է շարունակվել կանխավճարների առումով։ Եթե այս սա էլ բացատրություն տրվի եւ այս հարցը ինչ-որ ձևով պարզվի եւ դրանից հետո մենք նորից համեմատության մեջ նախորդ տարիների հետ տեսնանք եկամտահարկ եւ շահութահարկի տեսակարարքշիռը, եթե 24.5% չէ, գոնե 15 կամ 20% ավելին, այսինքն ավելին է, քան ընդհանրապես խոշոր հարկատուների հարկ վճարած հարկերը, դա կնշանակի, որ արդեն տնտեսության մեջ նույնիսկ ինչ որ չասեմ կառուցվածքային լուրջ փոփոխություններ, բայց ամենայն դեպս այդ միտումը արդեն կա։ Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանի փոխանցմամբ 2017-ի համեմատությամբ գերավճարների կտրուկ նվազում է տեղի ունեցել, իսկ նախորդ տարվա ցուցանիշներում առկա շուրջ 48 միլիարդ դրամ գերավճարը ապահովված ընկերությունները Պեկ Պաշտոնյայի վստահեցմամբ առաջնորդվել են սեփական տնտեսական քաղաքականությամբ, ոչ թե հարկային մարմինների պարտադրանքով։ Այն լուրերը, որ շրջանառվում են մամուլում, թե իբր հարկային մարմինը բիզնեսին ճնշելու արդյունքում է ապահովում իր ցուցանիշները, չեն համապատասխանում իրականության։ Եվ ձեզ հավաստիացնում եմ, որ
19 թվականից սկսած ընդհանրապես ոչ մի գործարարի գումար վճարելու խնդրանքով կամ պահանջով հարկային մարմինը չի դիմելու։ Հիմա այս ունեցած ավելի քան 14% աճի մեջ այդ մեզ հայտնի կանխավճար ասված ինչքան դեր ունի, պարոն Աշոտյան։ Եթե գնահատական տանք այդ թվին, որ հարկվճարողների կողմից կատարվել են վճարումները եւ մնացել է միասնական հաշվի մնացորդին, ապա այդ թիվը կազմում է մոտավորապես 48 միլիարդ դրամ, սակայն դա չի նշանակում, որ պետական եկամուտների կոմիտեի կողմից գերավճարները ավելացվել են։ Ընդհակառակը տարվա արդյունքներով մենք ունեցել ենք գերավճարի զգալի նվազում։ Հանրապետական նախկին падգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքի հետ կապվող Alex Holding ընկերության կողմից հարկերի նվազման փաստը եւս իր բացատրությունն ունի։ 2017-ի մոտ 21,470 միլիարդ դրամի դիմաց 2018-ին ընկերությունը մոտ 16,2 միլիարդ դրամ է վճարել։ Մոտ 24% անկումը պայմանավորված է հոլդինգում ներառված եւս 7 կազմակերպությունների տարանջատմամբ։ Եթե համեմատենք բոլոր 8 ընկերությունների հանրագումարը, ապա Ալեքսանյան ընտանիքին պատկանող ընկերությունները պետական բյուջե 1,5 միլիարդ դրամով ավելի հարկ են վճարել։ Չեմ բացառում, որ նպատակը եղել է դա, որպեսզի հնչեղություն ապահովվի, իհարկե չեմ ուզում հստակ գնահատական տալ դրան, սակայն 18 թվականին նորից եմ կրկնում, մեր հորդորով կազմակերպությունը սկսեց յուրաքանչյուր գործունեության համար գրանցել մեկ կազմակերպություն եւ այս տեսանկյունով որ նայում ենք, ըստ էության մեզ համար որպես վերահսկող հարկերի հաշվարկման նկատմամբ շատ ավելի հեշտ է դառնում վերահսկելը, քանի որ շատ ավելի պարզ է լինում։ Հարկային մուտքերի շուրջ 70%-ը ապահովել է խոշոր բիզնեսը, ինչը մտահոգիչ չեն համարում տնտեսագետները։ Վահագն Խաչատրյանը նկատում է, սա հստակ ազդակ պետք է լինի իշխանությունների համար, որ նպաստավոր պայմաններ ստեղծվեն փոքր ու միջին բիզնեսի համար։ Մի 2 օր առաջ հրապարակվեց Ռուսաստանի փոքր եւ միջին բիզնեսի տեսակարար կշիռը ընդհանրապես եւ հարկերի եւ իրենց մասնակցությունը տնտեսությանը այնտեղ 21% է, բայց դա Ռուսաստանի առաջին անգամ էր միջերոց հրապարակում, բայց դա Ռուսաստան է, որտեվ այնտեղ կա Գազպրոմ, այնտեղ կա Ռոսնեֆտ եւ այլն, որոնք կամ իրենց բանկային համակարգը շատ ավելի խոշոր եւ ազդեցիկ է, քան մերը։